մենք գոհությունով գալիս ենք քո սուրբ սրահները, Հիսուս։ Գոհությամբ կմտնեմ սուրբ սրահները Տեր, սուրբ սրահները Տեր, որտեղից փառքն է հոսում և սերը քո հավերժ, որտեղից փառքն է հոսում և սերը քո հավերժ, գոհությամբ կմտնեմ սուրբ սրահները Տեր, սուրբ սրահները Տեր, որտեղից փառքն է հոսում և սերը քո հավերժ, որտեղից փառքն է հոսում և սերը քո հավերժ, գոհությամբ կմտնեմ սուրբ սրահները Տեր, սուրբ սրահները Տեր, որտեղից փառքն է հոսում և սերը քո հավերժ, որտեղից փառքն է հոսում և սերը քո հավերժ, որտեղից փառքն է հոսում և
երկրպագ ենք և մեծարենք Դու կյանքի աղբյուրն ես, բրկիչն ու արարիչն ես Փառքը քեզ լինի հավերժ Դու հզոր Աստված ես, օրհնության արժան ես Մենք ցնծում ենք քո առջև Եկել ենք քեզ պարապանենք Երկրպագ ենք և մեծարենք Դու կյանքի աղբյուրն ես, բրկիչն ու արարիչն ես Փառքը քեզ լինի հավերժ Դու հզոր Աստված ես, օրհնության արժան ես Մենք ցնծում ենք քո առջև Գնայենք մեր դեպ երկինքը Լի երկյուղով ու փառքով Ձեր քեզ ազատ դեպ երկինքը Անսահման ուրախությամբ Գնայենք մեր դեպ երկինքը Լի երկյուղով ու փառքով Ձեր քեզ ազատ դեպ երկինքը Անսահման ուրախությամբ Գնայենք մեր դեպ երկինքը Լի երկյուղով ու փառքով Ձեր քեզ բարձած դեպ երկինքը Անսահման ուրախությամբ Գնայենք մեր դեպ երկինքը Լի երկյուղով ու փառքով Ձեր քեզ բարձած դեպ երկինքը Անսահման
Երբ
շուտով կգա Կահին նստած բարձյալ արքան Սուրբ է, Սուրբ է Նա ով մեզ համար խաչվեց Եվ որ մեզ սերը ցույց տվեց Փառավոր Հիսուս Քրիստոս Սուրբ է, Սուրբ է Կանասոցյալ է նա ով կա Եվ կա շուտով կգա Կահին նստած բարձյալ արքան Սուրբ է, Սուրբ է Նա ով մեզ համար խաչվեց Եվ որ մեզ սերը ցույց տվեց Փառավոր Հիսուս Քրիստոս Սուրբ է, Սուրբ է Կանասոցյալ է նա ով կար և կա շուտով կգա Կահին նստած բարձյալ արքան Սուրբ է, Սուրբ է Նա ով մեզ համար խաչվեց Եվ որ մեզ սերը ցույց տվեց Փառավոր Հիսուս Քրիստոս Տեր աշանի ես, Տեր աշանի ես Չկա մեկը Հիսուս քեզ պես Տեր աշանի ես Դեր աշանի Չկա մեկը Հիսուս քեզ պես Եք շարունակենք երկրպագել մեր Տիրոջը Տեր օշներից, բահիրից, փայլեցրու երեսը քո, Տեր ողորմիրից, դուր խաղաղությունը քո, լուսավորի Տեր օշնիրից, բահիրից, փայլեցրու երեսը քո, Տեր ողորմիրից, դուր խաղաղությունը քո, լուսավորի Տեր օշնիրից, բահիրից, փայլեցրու
Նայիր դու ինձ ապրում եմ որ տեսնեմ երեսը քո Նայիր դու ինձ Տեր օշտիրից պահիր ինձ փայլեցրու երեսը քո Տեր ողորմիրից դուր խաղաղությունը քո Տեր օշնիրից պահիր ինձ փայլեցրու երեսը քո Տեր ողորմիրից դուր խաղաղությունը քո լուսավորի Դժվար պահին դու հույսնեսիր Գիտեմ կանգնած ես դու իմ կողքին Հավատարիմ ես իմ Տեր հավիտյան Երբ փոթորիկ է շուրջը Իմ հովիվն ես, որին վստահում եմ ես Դժվար պահին դու հույսնեսիր Գիտեմ կանգնած ես դու իմ կողքին Հավատարիմ ես իմ Տեր Երբ փոթորիկ է շուրջը իմ, ապավեն ես
երբեք դու չես փոխվում Իմ ես իմ Տեր և երեկ և այսօր և հավիտյան Խոստումներով դեմ ես ապրում Իմ ապագան է քո ձեռքում Իմ ամուր ժայր, ով մեծ Աստված, պատվում եմ քեզ Ես Տիրոջից խոսք ունեմ դες փոխանցելու։ Միգուցե դու այդ մարդն ես։ Միգուցե այս պատմությունը դու լսել ես, որ մի գեներալ ուզում է հարձակվի քաղաքի վրա եւ ասում է իմ 5-րդ շարասյունը հաղթելու քաղաքին եւ 5-րդ շարասյունը լինում է քաղաքի ներսում։ Աստծո Սուրբ Հոգուց քեզ բան ունեմ փոխանցելու։ 5-րդ շարասյունը կարաս դու լինես եկեղեցու մեջ։ Մենք կռվում ենք եկեղեցից դուրս, ուզում ենք դիվային զորությունների դեմ գործենք։ Բայց կարաս 5-րդ շարասյունը դու լինես եկեղեցու ներսում, երբ որ քննադատում ես քո կողքի մարդուն, որ հագուստը միգուցե այդքան էլ մոդայիկ չի, որ քննադատում ես քո ավակին, ծառայողին, փառաբանության թմին, 5-րդ շարասյունը դու կարաս լինես եկեղեցու, հեռու ման մի արի, քո մեջ ման արի, գտիր եւ հարցը լուծիր, որտեղ կանանք ժամանակ առ ժամանակ մենք դառնանք 5-րդ շարասյուն, ու Տիրոջ հոգին ասում է, քեզ նայի, քեզ քննի, մի եղի քննադատ, գիտես, երբ որ քննադատելու բան լինի, քեզ սկսի քննադատել, այնքան խնդիրներ կա քո վրա քննադատելու, այնքան խնդիրներ ունես, որ քննադատելու է, դու կարող ես ժպտաս, եւ Աստծո խոսքը ասում է, մի եղեք փարիսեցիների նման կեղծավոր, որ մարգարեների գերեզման եք դնում, Իրես ներսումս հասկանում եմ, որ մարդիկ կա մարգարեի գերեզման են դնում։ Ինչ է նշանակում մարգարեի գերեզման դնել։ Այս հովիվ ես ինչ արավ։ Այս ծառայողներ ես ոնց են ծառայում։ Ամեն քու բերանից արձակած նետը խփում է այդ ծառայողին, այդ հովին, ու դու դառնում ես սատանայի 5-րդ շարասյունը, ինքդ քո դեմ ես կռվում։ Լինելով Քրիստոսի մարմնի մեջ, դու քեզ ես խփում։ Դա adekvat չի։ Վերանայի քո սիրտը, վերանայի քո տեսիլքը, տեսողությունը, բացիր քո աչքերը եւ մի խփի Քրիստոսի մարմնին, որովհետեւ Աստված ժամանակ է տալու ապաշխարելու, բայց հետո կարող է ֆիզիկական ինսուլտ տանես, որ էլ բերանդ չբացես, որ էլ չկարողանաս էլ թույլ արձակես։ Ուշադրություն դարձրու քո կյանքին, մի եղի քննադատ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Տեր այսօր խոսք է տվել թարմ ձեզ փոխանցելու, դուք օրհնված եք փառաբանության թիմով։ Փառք Տիրոջը ձեզ համար իրականում երկինքը ճեղքված էր։ Ու նորից Տերը խոսում էր մի բանի մասին, այո, երկինքը ճեղքված է, բայց թշնամին ներսում է։ Այո, երկինքը բաց է Տիրոջից օրհնություն գալու, բայց շատ ժամանակ 5-րդ շարասյունը կոնկրետ եկեղեցու ներսում է ու աշխատում է եկեղեցու դեմ։ Իրան ոչ մի բան դուր չի գալիս։ Ինքը միշտ մի բան կգտնի, որ դա լավ չի։ Մեկ շոկ է, մեկ ցուրտ է, մեկ լավ չեն, մի բան կգտնի, ձայնը լավ չի, բառաբան, մի բան կգտնի այդ քննադատը։ Թող այդ քննադատը մեր ներսում տեղ չգտնի։ Ժամանակին ինքը տեղ է ունեցել մեր ներսում, բայց Տիրոջը գալով դու պիտի այդ քննադատությունը վերացնես քո ներսից։ Ամեն։ Փառք Տիրոջը, կարող եք նստել Տիրոջ խաղաղության մեջ, ու այն խոսքը, որ Տերը սրտից դրել էր անտարբերություն Աստծո խոսքին։ Իմ մոտ չի լինում, որ վերնագիրը ես մի 3 օր առաջ իմանամ։ Իմ մոտ այդ ձև է լինում, չգիտեմ, միգուցե Տիրոջից այդ պարգևն է, կես ժամ առաջ իմանում վերնագիրը, որտեղ քարոզներ շատ ունեմ, բայց սիրում եմ Տիրոջից բան փոխանցեմ։ Ու այդ Տիրոջ գերբնական, գիտես, որ մտնում ես հացի փուր, չես ասում հին հաց ունեք, ասում եք թարմ հաց ունեք։ Ես սիրում եմ թարմ հաց մատուցեմ, միգուցե այն պարգևն է, որը որ Տիրոջից կա իմ մեջ։ Ու իրականում փնտրում եմ խոսք ձեր համար։ Անտարբերություն Տիրոջ խոսքին։ Գիտես, այսօր վերջում աղոթելու ենք բժշկության համար։ Սա իմ ցանկության չի։ Սուրբ Հոգին հստակ խոսած, որ այսօր ես ուզում եմ մարդկանց բժշկեմ հիվանդություններից։ Ես ինքս հիվանդություն ունեմ, կարիք ունեմ բժշկության։ Սիրտդ պատրաստի, բայց սիրտդ պիտի շտկես։ Գիտես ինչի համար չի մարդիկ բժշկվում, որտեղ մարդիկ անտարբեր են Աստծո խոսքին։ Երբ որ անտարբերություն կա Տիրոջ կենթանի խոսքին, քո բժշկությունը հետաձգվելու է։
Երբ որ դու սպասում ես, որ Տիրոջ կենթանի խոսքը կփոխի քեզ, կվերափոխի, կբժշկի, այս ժամանակ բժշկությունը լինելու է։ Հիմա ես խոսք եմ արձակում։ Տերը ուզում է բժշկի ամեն հիվանդին։ Հավատում ես սրան։ Այս հավատքի վրա պատասխանվելու է մեր խնդրվածքը, որ կբարձրացնենք Տիրոջը։ Եթե դու հավատում ես Տիրոջը եւ Տիրոջ խոսքին, դու պիտի անտարբեր չլինես Տիրոջ խոսքին։ Մենք մի հատ կարճ վիդեո ունենք, եթե պատրաստ է, կարող ենք դնել նոր, ես սկսեմ իմ քարոզել։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, երբ որ ժամանակներ կար, ես չունեի Աստվածաշունչ։ Եվ հրաշքով ես ունեցա Աստվածաշունչ։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, երբ որ մեզ համար ժամանակ կար, Տիրոջ խոսքը ամենաթանկն էր, ամենակարևորն էր, կենտրոնականն էր, գլխավորն էր, առանց դրա չէինք քնում, առանց դրա չէինք մեր հետ էր միշտ։ Մենք նրան գրկում էինք, մենք նրան պատճում էինք, մենք նրան հետ Տիրոջ խոսքն էր, չէ՞։ Բայց մի ձև ժողովրդի ախորժակ պատրաստ է։ Գիտես, այդտեղ բաժանվում է Աստվածաշունչ։ Մարդիկ սպասումով, որ չեն ունեցել Աստծո խոսք։ Գերբնական հրաշքով ինչ որ պատճառներով Աստծո խոսքը հասել է նրանց։ Գիտես, մարդիկ լացում են։ Մարդիկ, չգիտեմ, վերապրում ունեն, որ իրանց կյանքում կարևոր բան այլել։ Ու գիտես, դու տեսնում ես, ես կարճ վիդեոն ու այդտեղ ինչ որ մի հատ խոսնակ կա, այն աղջիկը խոսում է նրա մասին, որ ամենակարևոր բանն է մեր կյանքում։ Այս մեր ամենապիտանի բանն է, սա էր, որ մեզ պետք էր։ Հիմա հարց եմ տալի. քանի հատ Աստվածաշունչ ունես տունը։ Հեռախոսիդ մեջ քանի հատ թարգմանությունով Աստվածաշունչ ունես։ Ինչն է պատճառը, որ մենք անտարբեր ենք։ Այսօր խոսալու եմ դրա մասին, որովհետև Տիրոջ խոսքն է կենթանի վերափոխելու։ Գիտես, ես ինքս մարդ եմ, որ ինձ բազում բաներ են ուղարկում, ու միշտ ես նեղվում եմ նրանից, ովքեր լինքեր էին ուղարկում, ինձ ինչ որ բաներ էին ուղարկում, նեղանում եմ դրանից։ Ու մի հատ Facebook-ում մի հատ ընկեր ունեմ, ինքը ամեն առավոտ ինձ Աստծո խոսք է ուղարկում։ Ես էլ ջղայնացած այդ խոսքը կարդում եմ։ Արա ասում ես, մարդը ի՞նչ է ուզում ինձանից։ Ու Աստված հանդիմանեց ինձ։ Ասավ, եթե քեզ ուղարկել էին մի հատ խեղկատակ վիդեո, քո անունով, կնայիր միջև վերջը, բավականություն կստանայիր, այդ մարդը քեզ Տիրոջ խոսքն է ուղարկում։ Կարող ես մի հատ ուշադրություն դարձնես կարդաս։ Գիտես, մենք չենք կարդում այդ խոսքերը, էլի ուղարկեց։ Ինչից եկավ այս անտարբերությունը Տիրոջ խոսքին։ Որովհետև եկավ խանգարիչ։ Որովհետև ինքը քո ախորժակը փակել է։ Էլ չես ուզում ուտես։ Տեսել ես մարդիկ կա տենց հիվանդություն, որ ախորժակները փակվել են ու իրանք նիհարում են, այն ձև են նիհարում, ասում են դել կեր, ասում են չի կարում էլ ուտի, որովհետև այդ հիվանդությունով է տառապում, դիետա է պահել, մեր աղջիկները գիտեք, սիրում են դիետա պահել են, իրանք միշտ իրանց վրա ավել բան կա, չգիտես, պահել են, չափից շատ են պահել։ Հոլոկոստի ենթարկված հրեա, կաշին եւ ոսկորնը։ Շատ ժամանակ մեր հոգեվոր վիճակը այդ ձևը, հոլոկոստի ենթարկված հրեա։ Այո, հրեա, որ Աստծո ժողովուրդն էր, քո ներսում էլ կա այդ Աստծո ժողովուրդը, այդ Աստծո մարդը, բայց չկերակրված, որովհետև քո ախորժակը, էլ չի ախորժակը չի Աստծո խոսքը կարդալ, որովհետև դարձել է սովորական։ Միգուցե դու ավակ ես, պիտի խմբակ անես, ամբողջ շաբաթը չես կարդացել Աստծո խոսքը, մեկ էլ հիշել ես խմբակի օրն է։ Մտնում ես սենյակ, այդ տարածքն է պետք, պիտի աղոթես, պիտի այդ 5 րոպեում պիտի անես։ Ու զգում ես ինչ որ չի ստացվում այդ 5 րոպեում։ Քեզ պետք է ամբողջ շաբաթը կերակուր ուտեիր, ամբողջ շաբաթը կերակրվեիր Տիրոջ խոսքով։ Ինչն է մեզ փոխելու։ Աստծո բերանի ծնված խոսքը։ Այսօր բոլորս վազում ենք մարգարեական պարգև ունեցող մարդկանց, որ Աստծուց քեզ խոսք փոխանցի։ Բայց Աստված պատրաստ է քեզ խոսք փոխանցի։ Ուղղակի մենք հայ ենք, կարճ ճանապարհով ենք սիրում։ Ստացի տուր։ Բայց Աստված ուզում է կոնկրետ քեզ փոխանցի։ Այդ թարմ մանանան։ Ամեն։ Գիտես, քո ախորժակը միգուցե այսօր փակվել է։ Ես եկել եմ քարոզեմ, որ քո ախորժակը բացվի Տիրոջ խոսքը կարդալու։ Գիտես, այն մարդը, որը 2-ից 3 ժամ ինտերնետում է լինելու, այդ մարդը
իր ախորժակը փակվելու, ինքը չի կարող Աստծո խոսքը կարդա։ Իր ախորժալինքը էլ չի լինելու Տիրոջ խոսքը։ Կարաս քեզ ուղակի փորձես։ Եթե ինձ չես հավատում, փորձիր։ Եթե արդեն 3-4 ժամ է դու վտանգավոր գոտում ես, դու բացարձակ չես կամենալու որ ուտես։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ ապաշխարեցի, իմ ամբողջ ընտանիքը շատ խիստ էր, ոչ մեկ ինձ թույլ չէր տալ ես բաց Աստվածաշունչ կարդամ, առաջինը չունեի որ կարդամ, ես իմ ամբողջ կյանքը չեմ սիրել գրականություն կարդալ, ես ոչ մի գեղարվեստական գիրք չեմ կարդացել, ինձ պիտի կարդային, ես գնայի պատմեի, իմ լսողական ուժեղ էր, բայց չէի սիրում կարդալ, ու առաջի անգամ ես պիտի գիրքը կարդամ, արևմտահայերեն, փոքր նոր կտակարան, բայց իրավունք չունես, դնես կարդաս, պիտի վերմակի տակ էի մտել, նենց էի անցք բացել, որ լույսը ընկել էր այդտեղ։ Ու ես քանզիվ ասնզիով պիտի Աստծո խոսքը կարդայի, որ մերոնք չիմանան։ Բայց գիտես ես ինչքան էի երազում այդ վերմակի տակի այդ իրավիճակին այդ խոսքը կարդալու։ Գիտես ես պահում եմ որ մերոնք չտեսնեն, բայց սերմը ունի բնավորություն աճելու։ Մի օր դուրս եկավ, չգիտեմ ձեր մոտ լոբի ցանում են, գլուխս է ծուրը որ դուրս է գալի հողի տակից։ Մի օր դուրս եկավ այդ սերմը, ասավ ես կամ Ես դուրս եմ եկել, ես թևեր եմ տալ, ես էլ եմ ուզում պտուղ տամ։ Գիտես, շատ կարևոր է, որ դու հայտնես ով ես դու, որովհետև երբ որ դու չես հայտնում, գլուխդ ուզում է դուրս գա աշխատանքի տեղ ուզում ես ասես, ես էլ եմ հավատում, գլուխդ վերցնում ես նորից հողի մեջ կողում։ Ուր ես դուրս գալի ավելորդ բաներից, մեկ էլ պիտի չխափես, մեկ էլ պիտի ճիշտ ապրես։ Գիտես, բույսը ձգտում է լույսին։ Գնում է լույսի վրա։ Տեսել ես ծառերը ոնց են արևի կողմ թեքվում։ Դու հայտնիր քեզ ով ես դու, դա քո ապահովությունն է լինելու, որ քեզ ընդունելու են որպես Աստծո մարդ։ Հայտնիր քեզ ով ես դու, դա քո ապահովությունն է լինելու։ Բայց երբ որ քո ախորժակը փակված է, դու չես ուզում հայտնես։ Դու ուզում ես աստվածապաշտության կերպարանքը պահես, բայց զորությունը չկա։ Ուզում ես որ զորությունը ժամանակ առ ժամանակ քո մոտ գնում է, որովհետև ինտերնետը քո ախորժակը փակել է։ Ամեն։ Հեսու 1:8 Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածիր։ Պահես եւ կատարես նրա բոլոր միջին գրվածքի պես, որովհետեւ չի ասում, չէ, այդ միանգամից կլինի քեզ։ Ասում է, եթե այս օրենքի գիրքը քո աչքից չհեռանա, գիշեր ցերեկ նրա մոտ լի։ Զգում եք, որ դրա տեղ ինչ որ բան ա վերցրել։ Օրենքի գիրքը աչքից չհեռանա, գիշեր ցերեկ ձեռիդ լինի։ Զգում եք, որ փոխվել ա տեղ ինչ որ բան։ Ոնց որ եկել է օրենքի գրքի տեղը, որ մարդը չի կարողանում առավոտը adekvat հելնի քնից, որովհետև ժամը 4-ին է քնել, որովհետև գիշեր ցերեկ իրա ձեռքներ փոխվել է ինչ որ մի բան։ Ախորժակը ուրիշ բանի վրա է բացվել։ Ինչ անի։ Եվ այդ ժամանակ գիտես նախապայման կա Աստծո խոսքի մեջ, եթե օրենքի գիրքը քո ձեռքից չհեռանա գիշեր ցերեկ, նրա վրա մտածես, խորհես, պահես նրա միջինը, եւ այն ժամանակ խելամուտ կլինես, այդ ժամանակ, բայց եթե մեր ձեռքին չի օրենքի գիրքը, եթե մեր ձեռքին չի Աստծո խոսքի ընթերցանելը, եթե մեր ախորժակը չի Աստծո խոսքը կարդալը, հիշում եք այն պատկերը ես բանի տակ, վերմակի տակ։ Ամենալավ ժամանակներն էր իմ կյանքում։ Նոր ճանաչել էի խոսք։ Լույս էր եկել իմ խավարի վրա։ Գիտես այսօր շատ ժամանակ խավարը մեզ պատում է Տիրոջ խոսքի բացակայության պատճառով։ Եվ ասում այդ ժամանակ խելամուտ կլինես։ Ահա ես քեզ պատվիրում եմ զորաչիր եւ քաջեղիր, մի վախենա, մի զարհուրի, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, որ դու գնաս։ Երբ Տիրոջ խոսքը մեզ հետ է, մեր Տեր Աստվածն էլ է մեզ հետ ամեն տեղ, ուր որ մենք գնանք։ Ամեն տեղ, որտեղ քայլը դնես։ Աստծո խոսքի մեջ մի տեղ կա գրված, որ ասում է Աստծո խոսքը քո ոտքերի համար լապտերներ է։ Պրոժեկտոր չի։ Դու կարող ես միգուցե չհասկանաս, բայց Աստծուց խոսք ունենաս քայլանելու մեջ։ Դրիր կլուսավորվի։ Մյուսը դրիր, մյուսը կլուսավորվի։ Աստծո խոսքն է լուսավորում խավարը։ Աստծո խոսքն է հեռացնում ամեն մի հիվանդությունը։ Տիրոջից դուրս եկած խոսքը իզորու է քեզ բժշկելու, քեզ ազատելու, քեզ մխիթարելու։ Եթե քո ախորժակը փակվել է, պիտի բացես։
Մարդ կա ախորժակը բացելու համար կծու աուտում, մարդ կա չգիտեմ ախորժակը բացելու համար ինչ որ բաներ ա օգտագործում։ Եթե քո ախորժակը փակվել է, դու պիտի աշխատես քո ախորժակի վրա։ Օրինակ ոնց ես պատկերացնում մամաները, երբ որ երեխան 3 օր բան չի կերել։ Ոնց եք պատկերացնում։ Կասի հա դե ոչինչ չես կերել գնա։ Կամ լավ, մենք փոքր երեխեք ունենք, ոնց ենք անում, որ իրանք հաց ուտեն։ Փորձում ես չի ստացվում, գնում ես շունիկի մոտ, էլ հաչում ես, չգիտեմ, էլ տարբեր գազանների ձայն ես անում, որ այդ երեխուն կերակրես, նաև ինչ ես անում, մուլտիկ են դնում հիմա երեխուն, որ չջոգի ինչա կերել, ուտում ապրստում չի հասկանում ինչա կերել երեխան։ Հիմա գիտես ոնց որ եկեղեցին դարձել է նմանատիպ, որ երեխու հետ աշխատելուց լինի։ Բայց նորմալ է, երբ որ ես 40 տարեկան եմ, ճիշտ է մամաս չկա, բայց ինչ որ մեկը ինձ կերակրի։ Նորմալ է, որ հովիվը 20 տարվա հավատացյալին ասի ախորժակդ բացվի, որ ուտես։ Սա նորահավատների հետ աշխատանք է։ Սա եկեղեցու անդամների աշխատանք չի։ Դու պիտի քո ախորժակի վրա աշխատես եւ ախորժակդ բացես, որտեղ ասում եմ Տիրոջ ախորժալիքը լինի։ Տիրոջ խոսքի կարդալ իմ ախորժալիք։ Պիտի ախորժակդ բացվի։ Տեսել ես sense մամ գնացել ես միտեղ հյուր առած սեղանը։ Ասում են արի մոտեցի այդ սեղանին, ասում ես հենց նոր եմ կերել տեղ չկա։ Կա չէ sense բան։ Ասում են ոչինչ։ Մոտեցի։ Մեկ էլ զգում ես որ քանի կերար, քանի ախորժակդ բացվեց, քանի կերար, քանի ախորժակդ բացվեց։ Արդեն մի քիչ շատ բացվեց, ուզում ես ասես հերիքը բա։ Գիտես, sense մի հատ հասկացողություն կա, որ ախորժակ լեզվի տակ է։ Դու երբ որ սկսեցիր Տիրոջ խոսքը կարդալ, բացվելու է քո ախորժակը։ Քո ախորժալիքն է լինելու Տիրոջ խոսքը կարդալը, եւ Տիրոջ խոսքն է, որ քեզ փոխելու է։ Եթե Տիրոջ խոսքը չի մտնում քո կարծրացած սիրտը, եթե Տիրոջ խոսքը գալիս է հապանցիկ անցնում, եթե Տիրոջ խոսքը չի մտնում քո ներս եւ կյանք դառնում, հարցը առաջանում, ինչի համար է հետաձգվում լիքը բաներ քո կյանքում, որովհետեւ այնքան կարծրացած է, որ Տիրոջ խոսքը չի մտնում քո ներս։ Հանդիմանելու, բժշկելու, վերափոխելու, վերարտադրելու բաներ կա մենք չգիտենք, պիտի արտադրվի մեր դերսում։ Ու իրականում, երբ որ տեսնում ես Հեսուի գրքի մեջ գիշեր ցերեկ, ես գիտեմ, երբ որ Տեր ինձ գիշերը քնից հանում ամ, ու ես շատ թարմ եմ, ասում Տեր իմ Աստված, բան ունես ինձ ասելու։ Վերցնում եմ գիրքը, անպայման տեղերիցս հելնում եմ, որովհետև բան ունես ինձ ասելու, նորից գնում ես էլի։ Մի հատ գնում եմ լվացվեմ, գիտեմ, Աստված բան է ուզում ինձ ասի, որովհետև խանգարողներ չկա։ Մեր տունը մի քիչ բանը, երեխաները շատ են։ Ոնց փախնում ես, միտեղ կա։ Բարդ Տիրոջը Տերը տվելա չի խնայել։ Ու դու պիտի առանձնանաս Տիրոջ հետ։ Անձնական շփման համար։ Գիտես, շատ ժամանակ ցավալի է, բայց դու վերջի 5 րոպեում ուզում ես 7 ժամվա գործ անես։ Հնարավոր չի։ Տեսել ես, որ տները թափված աղջիկը կպնում են գործի։ Ամբողջ օրը հանգիստ ոչ մի բան չեն անում, եկել ասում են տուն հյուր ա գալիս։ Գնաց։ Դու չես կարա մի ամսվա պաշարը 1 րոպեում կարդաս, դու պիտի կաթիլային համակարգի նման ամեն օր քեզ ջրես Տիրոջ խոսքով, որ անպտուղ չլինի։ Օրինակ ով կուզի իր բույսերը չջրի, թողի չորանա։ Խնամք ենք չէ՞ տանում։ Ասվեց էլ ուզում է իր խոսքով քեզ ջրի, կենթանացնի, բայց դու մի քիչ էկոնոմ ռեժիմ ես դրել, որ բանա հաշվիչը շատ չտպի։ Չեմ ջրում, ես էլ ցենց եմ որոշել։ Բայց Աստծո խոսքը ասում է, մեր վրա հոգի թափվեց, անապատը պտղաբեր արդ լինի, պտղաբեր արդն էլ անտառ։ Դու տես, որ անապատը պոտենցիալ ունի անտառ դառնալու երբ որ քո վրա հոգի է թափվում։ Քո պտղաբեր արտը պոտենցիալ ունի անտառ դառնալու։ Դու կարծես անապատը ոնց կարա անտառ դառնա։ Մեզ վրա թափվել է Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգու ախորժալիքն է Տիրոջ խոսքը քեզ հետ, առանց քեզ չէ։ Դե գնա որոշի արի ինձ ասա, չէ, քեզ հետ ընթերցելու։ Գիտես, գոյություն ունի սնունդ ուտելու ժամանակ եւ գոյություն ունի ծամելու ժամանակ։
Բժիշկները ասում են, որ մի բան գցում ես բերանտ, մի 15 րոպե պիտի ծամես, ճիշտ է, դա մեր հայերին չի վերաբերվում, բայց պիտի ծամես, հետո կուլ տաս։ Մեր հովներից մեկը sense մի հատ արտահայտություն էր արել եկեղեցում, ասել էր, «Էլ Աստծո խոսքը չկարդակ»։ Ժողովուրդը մի անգամ ինձ են ասել, սրանից հետո ուսումնասիրեք։ Գիտես, ուսումնասիրել Աստծո խոսքը, խորհել Աստծո խոսքի վրա, մտածել, ծամել, դա մեր գործողությունն է, դա չգցենք հովի վրա։ Դու չես կարա քարոզներով ողջ մնաս, եթե դու չունես անձնական, ծամված, հայտնված խոսք։ Ու գիտես, Տիրոջ խոսքը գալիս է մեզ մաքրելու համար։ Հավատում ես սրան։ Բա խի ես դադարացրել մաքրման process-ը։ Օրինակ, այստեղ կանայք շատ են, կա չէ՞ սենց հասկացողություն, լվացք։ Երբ որ լվացքը զգում ես լավ չի լվացել, ասում ես մի հատ էլ օջիմ դնեմ, մի հատ էլ թող մի լավ լվանա։ Մենք էլ կարիք ունենք երկրորդ բան դնենք, տենց պալասկանի, չգիտեմ ռուսերեն եմ ասում։ Մենք էլ կարիք ունենք այդ լվացման։ Դու հավատում ես ամեն ինչը ջուրն է լավանում։ Եթե ուշադրություն ես դարձրել, ամեն ինչը ջրով է մաքրվում։ Տիրոջ կենթանի ջրեր ուզում է քո ներսից քեզ վերափոխել։ Բայց ժամանակ չունես լեզուներով աղոթելու։ Որոշել ես աղբյուրները փակես։ Լրիվ մեր ներսում է ժողովուրդ։ Լրիվ մեր ներսում է այն պոտենցիալը, որ մեզ պիտի փոխի, լրիվ մեր ձեռքերի մեջ է այն իրավիճակները, որ պիտի մենք անենք, չգցենք ուրիշի վրա։ Գիտես, ասում եմ, երբ որ դու գիշեր ցերեկ մտածես այդ խոսքի վրա, խորհես այդ խոսքի վրա, քո ճանապարհները կլինեն խելամուտ։ Ովսե 4:6 Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու համար, որովհետև մերժեց գիտությունը, ինչ արավ։ Այսօր եթե ասեմ դու Աստծո խոսքը մերժում ես, դու համաձայն չես ինչ ես։ Ոչ, ես Աստծո խոսքը չեմ մերժում։ Աստծո խոսքը իմ տունը դրված է իմ մահճակալի մոտ։ Ափսոս մենակ դրված է։ Ափսոս տարիներով ինքը դրված է այդտեղ։ Ափսոս դու նրան քիչ ես բացում։ Ինչ ասում, իմ ժողովուրդը մերժեց գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Աստված մեզ կանչել է թագավորական քահանայության մեջ։ Այն մարդը, որը լցվեց Տիրոջ խոսքով, այն մարդի ախորժակը, որը եղավ Տիրոջ խոսքը, դու ավտոմատ քո ոտերը վազելու է քահանայության, վազելու է Տիրոջ լույսը պատմելու, Տիրոջ խոսքը պատմելու։ Դու չես կարա քո տունը նստես, եթե քո ներսում զորավոր Տիրոջ խոսքը լցվեց, դու վազելու ես խոսքը տալու։ Հիմա ասում ենք, ինչ անենք, որ ավետարանչություն լինի։ Երբ որ քո ախորժակը բացվեց, դու Տիրոջ խոսքը կարդացիր, դու չես կարա քո տունը նստես։ Դու վազելու ես։ Հիշիր քո անցյալը։ Հիշիր ինչքան էր ավետարան քարոզում։ Հիշիր ինչքան տեղի անտեղի դու ավետարանը տարածում էիր։ Ինչ պատահեց։ Ինչ պատահեց, որ ախորժակը փակվեց։ Մտածեցինք, որ գիշեր-ցերեկ պիտի իրա վրա մտածենք։ Մտածեցինք, որ ելքը իրանից է։ Ես ինտերնետի մարդ եմ, բայց ժամանակ առ ժամանակ, մեծ ժամանակով ես բացարձակ իրանից հրաժարվում եմ։ Ու այդ ժամանակ Տերը սկսում է հետս խոսել։ Այդ ժամանակ իմ կենտրոնացումը Տիրոջ վրա անում։ Այդ ժամանակ ես ընկալում եմ խոսքը ավելի խորքային։ Գիտես, միգուցե խանգարիչ է։ Մենք մեծ ուրախությունով ընդունեցինք Coca-Cola-ն, Pepsi-Cola-ն, ասենք, այս ինչ նորարարություն է, բայց պարզվեց, որ ջուրը ավելի օգտակար է։ Պարզվեց, որ հասարակ ջուրը ավելի օգտակար է, քան այդ հյութերը, որ բազում առաջարկում աշխարհը մեզ։ Գիտես, խոսքը խոսում է նրա մասին, որ քահանայությունից ես կմերժեմ, երբ որ դու Տիրոջ խոսքն ես մերժում, եւ դու մոռացար քո Աստծո օրենքը, ես էլ քեզ եւ քո որդկանց կմոռանամ։ Երբ որ դու մոռանում ես Աստծո խոսքը, Աստծո օրենքը, էլ սովորական է քո համար, այնտեղ դրված է բազում թարգմանություններով, բազում գույների, բազում տեսքի, ոսկեզոծ, արտասազորդ, չգիտեմ, տարբեր թարգմանություններ ունես, բայց ընդամենը ունես եւ քո ախորժակը չի Տիրոջ խոսքը ընթերցելը, Տերը մերժելու է քո սերունդը նույնպես։ Աստծո խոսքն ասում, դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժում թագավորությունից եւ քո որդիներին։ Այսօր դու միգուցե ասում ես, իմ երեխաները չեն ապաշխարում։ Ամեն ինչ սկսում է քեզանից։
Երբ որ դու ինքդ Տիրոջ խոսքը մերժել ես, Աստված էլ քո սերունդն է մերժում։ Միգուցե սուր է, բայց թող քո ախորժակը բացվի այս սուր բաները։ Կծունել է, չէ՞, մի քիչ կծու է, այսօրվա բանը կարող է մի քիչ կծուլի, բայց ախորժակը բացի, սկսես Տիրոջ խոսքը կարդալ։ Քննադատ չլնեք, հա։ Ամեն։ Գիտես, այնքան հետաքրքիր բան կա, մենք շատ գիտենք, չէ՞, ձիթենու, ձիթապտղի մասին։ Գիտես, ձիթապտուղը, ով է սիրում ձիթապտուղ։ Ես շատ եմ սիրում։ Բա ձիթենու յուղը ով է սիրում։ Օգտակար է, ժողովուրդ օգտագործում են, կարելի է։ Գիտես, ես ինքս իմ տուն ունեմ ձիթենի եւ ձիթապտուղ։ Մի հատ հետս բերել եմ։ Զեյթունն է հայերեն։ Տենց կենթանի էակ չկա, որ կարա ձիթենին ուտի այս վիճակով։ Պտուղ ուտի։ Սրա դառնությունը չափ չկա։ Եթե ուզեք վերջում կտամ կփորձեմ։ Կյանքումդ այս ձև դառը բան գերած չես լինի։ Բայց գիտես ոնց է մշակվում ձիթենին։ Քիմիական եղանակը չեմ ասում եմ բնական եղանակը։ Նրա վրա ճղվում է մի քանի կետ։ Անպայման պիտի ճղես, հենց կտրես իր վրա։ Դնես ջրի մեջ։ Անդադար նրա ջուրը պիտի փոխես։ Անդադար այդ ջրի մեջ այնքան դառնություն կա։ Աստծո խոսքն ասում է մարդու սրտի մեջ մի բարի բան չկա։ Վերցնեք այս ձիթենին։ Մի օր ճղվեց։ Աստծո խոսքը մտավ քո սրտի մեջ, այդ ջրերը եկավ քո սրտի մեջ։ Բայց անդադար կարիք կա, անդադար այդ ջուրը լցնելու, փոխելու, որ ինչ անի, դառնությունը գնա։ Իսկ դառնությունները անհնար է որ չգան։ Միտեղ վատ աշխատակից ենք ունենալու, միտեղ կիսուրը հիշելա, որ հորը տնից դատարկես եք։ Միտեղ հարսն է հիշել կիսուրին։ Հետ էլ կարա լինի։ Այդ դառը ջրերը լինելու է մեր կյանքում։ Դու պիտի ջրի քանակը մեծացնես, դու պիտի ջրի քանակը շատացնես, դու պիտի ջրի քանակը չխնայես, որպեսզի քո դառնությունը դուրս գա քո ներսից։ Որպեսզի դու մաքրվես, բայց այս ձիթապտուղը ունի նաև իր ներսում յուղ։ Գիտես ոնց են յուղը հանում ես։ 20 տոննա սեղմում են սրա վրա, 15 տոննա սեղմում են, մեծ ճնշումների ժամանակ դուրս է գալի յուղը նրա ներսից։ Ճնշումների ժամանակ, եթե քո բերանից յուղ չի դուրս գալիս, իրավիճակների մեջ, երբ որ քո բերանից յուղ չի դուրս է գալիս բարկություն, որտեղ Աստծո խոսքը ասում է, բարկացած մարդը Աստծո արդարությունը չի գործելու։ Բարկացած վիճակում դու արդար չես լինելու։ Բարկացած մարդը լինելու է մարդ, որ տեղ է տվել սատանային։ Որտեղ Աստծո խոսքը ինչ ասում։ Բարկանաս սատանային տեղ մի տուր։ Ես կուզեմ այս պատկերը դու պատկերացնես։ Եթե ես սատանային տեղ տամ, նախ եւ առաջ ես իմ տեղից պիտի հելնեմ, ասեմ, նստիր։ Դու պիտի քո դիրքը կորցնես, քո դիրքից հելնես եւ տեղ տաս նրան, որ նստիր։ Իմ տեղն է, քեզ եմ տալիս։ Դու տեսել ես, որ բարկացած ժամանակ դու adekvat որոշումներ կայացնես։ Ոչ։ Գիտես, բարկությունը դա դառը ջրերը, որ պղտորում է ամբողջ եկեղեցի։ Ու մի ձև ներսումս հասկանում եմ, որ բարկությունը այս քաղաքում մի քիչ շատ է։ Եվ այդ քաղաքի բարկությունը անհնար է որ չմտնի եկեղեցի։ Ես գիտես, միշտ սիրել եմ Ստեփանավանի ժողովրդին։ Ես այստեղ պատանեկան տարիներին հանգստանալուս եմ եղել։ Ես սիրում եմ նրա բնությունը, որովհետև նոյեմբերյան շատ շոկ էր, այստեղ շատ հովեր։ Սիրում եմ մարդկանց, որովհետև մարդիկ ավելի բարի համբույր էին։ Ու դες ճանապարհին աղոթելով գալիս է ու Տերը գիտես ինչ էր խոսում, որ այդ բարի, այդ լավ, այդ մարդկանց մեջ շատ բարկություն կա եւ հպարտություն։ Անտեսանելի։ Որովհետև տեսանելին հեշտ է շտկել, բայց անտեսանելին մի քիչ դժվար է շտկել։ Բայց Աստծուց քեզ խոսք ունեմ։ Քո ներսի բարկությունը լուծի նրա հարցերը։ Թե չէ ինքն է քո հարցերը լուծելու։ Որտեվ տեսնում ես բարկության ժամանակ քո ամբողջ մարմինը տեսել ես բարկացած մարդու աչքերը ինչի անման։
Հիշեցնում ա, չէ՞, ինչ որ բանի նման է։ Դեմքը։ Աստծո խոսքն ասում է բարկանաս, մի մեղանչի։ Հնարավոր է բարկանաս։ Հնարավոր է բարկանաս։ Բայց ասում է լեզվիդ մի տուր։ Մի սկսի խոսելը։ Այդ ինչ որ կա ներսում, հանգցրու ունդեղ։ Ով կարող է այդ ջրերը, ով կարող է այդ բարկությունը հանգցնել Տիրոջ կենթանի ջրերը։ Նա հայելի է քո համար, քո ներսը մաքրելու, բժշկելու, փոխելու, վերափոխելու։ Բայց եթե այսօր քո ախորժակը փակվել է, ջրերն էլ կտրել ես, դժվար ձիթապտուղը իր համը փոխի։ Մնալու է ձև դառը։ Սրա դառնությունը ոչ մեկը չեք պատկերացնում։ Ես փորձեցի այն օր, ասում եմ կարամ ուտեմ, չի ստացվում։ Բայց եթե ինքը դուրս է գալի ամբողջովին իր դառնությունը, շատ սեղանին հարգի սննդամթերք եւ օգտակար։ Իրես ասում եմ գիտությունը մերժեցիր, գիտություն չունենալու պատճառով։ Այո, սատանան այսօր կուզի դու հավատաս Աստծուն առանց գիտությունի։ Փառք Աստծո ձեր հովվի համար, որ ունի ինքը այդ ուսուցչական պարգևը գիտությունը կտա, բայց դա քեզ քիչ է։ Այո, կտա, բայց դա ամբողջը չի։ Դու պիտի անձնապես օգնես քո հովին, քո դառը ջրերը մաքրելու մեջ։ Այո, քարոզները սա շատ լավ է, սա ծամված խոսքն է, սա այդ ճզմված հյութը հանած խոսքն է։ Մեծ Աստված ուզում է անձնապես քո սրտին խոսքեր դաճի, փորագրի, որ քո ամբողջ կյանքի մեջ։ Գիտեք ինչ է նշանակում փորագրել։ Տեսել եք, երբ որ հին մեքենա են բերում, ու վրին մի բան է փորագրված։ Այդ ժանգը մաքրում են, ունտեղ երևում է տարեթիվը ինչ որ բանը։ Աստված բաներ կա քո սրտում փորագրել է։ Տարիներ առաջ մարգարեական քո սրտում փորագրել է։ Ու դու ասում ես ինչու այդ խոսքը չի լինում։ Ինչու այդ խոսքը չի լինում։ Բայց դու այդ խոսքի հանդեպ ո՞նց ես վարվում։ Դու այդ խոսքին կերակրում ես, դու այդ խոսքին ջրում ես, դու այդ խոսքին ամրապնդել ես քո ներսում, հավատալով իբրև կլինի, բայց Տերը ասում է դու այդ խոսքի հետ ո՞նց ես վարվում։ Եվ նաև իմ խոսքի հետ ինչպես ես վարվում։ Գիտես, ընտրություն ունես այսօր լինելու ինչ որ ժամանակ ինտերնետում եւ ինչ որ ժամանակ Տիրոջ խոսքի մեջ։ Դու պիտի որոշես ինչի պիտի դու ակտիվացնես քո կյանքում։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, չգիտեմ այն հայտնությունները, որ դու վերցնում ես, եթե վերցնում ես, կգործածես թե չես գործածի, բայց խելամուտ կլինից, որ գործածես։ Առակաց 4-րդ գլուխ 20-րդ խոսքից։ Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքին։ Ականջը տուր իմ ասածներին։ Ուշադրությունը լավ բան է, չէ՞ ժողովուրդ։ Օրինակ, պատկերացրեք, ես ինչ որ մեկի հետ խոսես ու ինքը ուշադիր չլինի քեզ։ Գլուխը թեկած ասի դու խոսա։ Երբ որ ասում է ուշադիր եղիր իմ խոսքին, դա քեզանից պահանջում է կենտրոնացում, ուշադրություն Աստծո խոսքի ներսում, գաղտնիքներին։ Աստծո խոսքն ասում է, եթե իմ խոսքը պրպտես ինչպես արծաթ, գանձի պես որոնես։ Մենք հետաքրքիր տեստ անենք, եթե Աստվածաշնչի ամեն գլուխի համար ես ձեզ տամ 1000 դրամ։ Պրպտես ինչպես արծաթ, Աստծո խոսքը ինչպես արծաթ պրպտես։ Եթե շատ մարդիկ Աստվածաշունչը ձեռներից չեն գցի։ Բա եթե մարդկա 100-ով էլ կկարծի։ Առևտրական վիճ։ Այդ գանձը կա այդ խոսքի մեջ։ Այդ արժեքը կա այդ խոսքի մեջ։ Ուղղակի դու անտարբեր ես Աստծո խոսքին։ Ուղղակի սատանան փակել է քո ախորժակը։ Ուղղակի դու տարիներով վիրավորանքի մեջ ես ու ուզում ես քո դառը ջրերը գնա, ասում ես չի գնում, որովհետև ջրերի վինտիլն էլ ես փակել։ Ջրերը չի լցվում այդ դառնությունը տանելու։ Գիտես, բազում անգամ պիտի դու իրան ջրերը փոխես, որ իր դառնությունը անցնի։ Սկզբից գույնը գիտես ոնց է լինում։ Յոդի գույնի նման։ Բայց դու ջրերի պարզությունից հասկանում ես, որ դառնությունը դուրս է եկել։ Երբ որ արդեն ջուրը լցնում ես ամբողջովին պարզ հանում ես, դու հասկանում ես, որ դառնությունը մաքրվել է։ Այսօր շատ դառնություններ կա, որ Տիրոջ խոսքը չի գալի քո ներս։ Քո ականջները փակված է Տիրոջ խոսքի համար։ Սիրտդ չի ընկալում, ականջից դեպի սիրտ այդ ճանապարհը փակված է։ Եվ դու ասես խի իմ կյանքում վերափոխումներ չկա, խի իմ երեխաները, խի մյուսը, որովհետև դու էլ անտարբեր ես,
մի վարքյան պատկերացրու Աստծու բերանից դուրս եկած խոսք քո ձեռքերի մեջ այդ գերագույն իշխանությունը, որը Տերն է, նրա բերանից դուրս եկած խոսք այսօր քո ձեռքերի մեջ ոնց ես վարվում նրա հետ։ Գիտես մարդիկ այսօր ինչ ուտում են դնում են, բայց երբ որ մի մարդ իրան Աստծո խոսքը ուղարկում, նեղվում է։ Ինչ որ ես ին վրա եմ օրինակ բերում, ինչ որ մեկին նկատի չունեմ։ Երբ որ Աստծո խոսքը քեզ ուղարկում են, դու կարող ասես, «Էս ինչքան են ուղարկում»։ Ուշադիր եղի, կարդա, գտի նրա արժեք։ Շնորհակալություն հայտնի այն մարդուն, որ քեզ Աստծո խոսքը ուղարկել։ Վատ բան չի ուղարկել, չէ՞։ Դու եղիր մարդ ինչ որ մեկին Աստծո խոսք ուղարկելու։ Այսօր համացանցում մեծ կռիվ է գնում, ինչ գիտես քո դերված մեկ խոսքը չի փոխի մարդու կյանքը։ Դու եղիր մարդ, որ այդ անիրավ աշխարհում Աստծո խոսքի սերմնացանկ անես։ Այդտեղ լիքը մարդիկ կան։ Սերմ ցանի նրանց կյանքում։ Մի դադարի ձեռքը թող ուժովանա սերմ ցանելու մեջ։ Թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահի նրանք քո սրտի մեջ։ Նորից նույն բանը։ Չգնան քո աչքի առաջից։ Դե մեզ Տերը ինչքան է խոսում, որ Աստծո խոսքը պիտի մեր աչքի առաջ լինի։ Եվ չգնան թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահի նրանք քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Շմեկ մի բան ասեցի, Աստծո խոսքի սակավ մտնելու համար քո բժշկությունը կհետաձգվի։ Աստծո խոսքը, երբ որ դու կենթանի մտնի քո ներսը, դու ամբողջովին կլինես բժշկված։ Դերեկ Պրինսը մի գիրք ունի Աստծո բժշկարար սրվակը, խորհուրդ կտամ, եթե ճարես կարդաս, շատ բարակ գիրք է, բայց լիքը լեցունությունով։ Երբ որ իրան հայտնաբերում են բժիշկները, որ արդեն անհնար է նրան բժշկել, եւ շատ վատ մահամերձ վիճակում է լինում, ինքը հայտնություն անում, ապաշխարում է եւ այդ գիրքը այս ժամանակ է գրում, գրքի հիմքը այդտեղից է, որ Աստծո խոսքը դեղ է իմ մարմինին։ Գիտես ինչպես է ընդունում Աստծո խոսքը։ Ինչպես դեղ, օրը 3 անգամ։ Դեղի նման հաց ուտելուց հետո ինչ է անում, Աստծո խոսքը ընդունում։ Գերբնական բժշկվում է այն հիվանդությունից եւ դառնում Քրիստոսի մարմնի մեջ հզոր ուսուցիչ։ Ինչը փոխեց։ Աստծո խոսքը քեզ էլ կարա փոխի։ Աստծո խոսքը կարա մտնի, ասում եմ, որտեղ է մտնում Աստծո խոսքը։ Երիկամունքների սրտի ծուցկի բաժանումը։ Ինչա չի կարող ստամոքս մտնի մի հատ էլ դե բժշկի։ Չի կարող արգանդ մտնի մի հատ էլ դե պատխաբերություն։ Ինչ Աստծո խոսքը իզորու չի գնալու հասնելու այնտեղ որտեղ որ պետք է։ Բայց եթե դու անտարբեր ես այդ խոսքին, այդ խոսքը չի մտնում քո կյանքը, չի վերափոխում քեզ։ Եվ դա ինչ է դառնում մեր կյանքում։ Դառնում է լճացում։ Ով է ճահիճի մոտով անցել ու բավականություն ստացել։ Այս ինչ լավ հոտ է։ Կանգնենք մի քիչ հոտ քաշենք։ Այս ինչ անուշ հոտ է։ Բա որ գնում ես ծովի մոտ։ Այդ խշշոցը, այդ ամեն ինչ sense խփում է։ Բավականությունը չէ տալիս։ Դրա համար դու կարաս դառնաս ճահիճ, որտեղ Աստծո խոսքը չկա մուտք, չկա ելք, ոչ ավետարան ես քարոզում, ոչ էլ Աստծո խոսք ես կարդում, դառնում ես ճահիճ, ու այդ ճահճացած վիճակի պատճառի համար մեղավոր ես ման գալիս։ Ու եկել ես եկեղեցի, մի թարմ մեղավոր է պետքը, այսօր ով է մեղավոր։ Դերը գիտեինք ով էր մեղավոր, նրան խաչեցին, նրա գերեզմանը դրիր, մարգարենի տապանը դրիր, բրծել։ Այսօրվա մեղավորը ով է, ու այս մեղավորին որ գտել ես, պիտի չէ ինչ որ մեկին ասես, որ ինքը մեղավոր է, ու մենակ չես տանի, այդ վարակը մենակ տանես ճիշտ չի, բայց չվարակենք, ու այդ ճահիճը սկսում է մտնել եկեղեցի, այդ ճահիճը սկսում է եկեղեցի մտնելու լիքը ուրիշ հոտ գալ, ոչ հաճելի, զգում ես շփման մեջ ինչ որ ջղաձգումներ կա, երկու մարդ չեն ուզում այդ գործը իրար հետ անեն։ Իմիջիալոց ներսումս բան կա, որ ձեզ փոխանցեմ։ Այս շենքը արդեն ձեզ համար շատ փոքր է, բայց ես ուզում եմ օրինակով ասեմ։ Տեսել ես մարդ, որ մի հատ սիրուն կոստյում ունի, միշտ ուզում է հագնի, բայց արդեն վրան չի լինում։ Սա ձեր վրա է շենքը, էլ չի լինում։ Մի օր պատրվելու է։ Այդ պատրվման process-ը ոչ մեկս չենք սիրում, չէ՞, ասենք քիփ շալվար հագնելուց կարևոր տեղ ես գնում բարձրանալուց չես սիրում, չէ՞ դա։ Ոչինչ չէ որ հումոր անեմ։ Արդեն պատրվելու է։
Բայց իմացեք, ես ձեր մեր եկեղեցուց եմ ուզում վկայություն տալ, կարճ ժամանակում մենք Իջևանի կյանքի խոսքում մեծ շինարարություն ենք արել ու այդ բոլորը արելա Տիրոջ ժողովուրդ։ Աստված ինձ խոսք էր տվել. դու սկսի, ես մարդիկ եմ բերելու քեզ օգնեն։ Ունեն ստացվեց մի օր 2 կամաց քար կար տեղափոխվելու։ Ես եկա այս քարերն ասի, լսիկ։ Տեր ջան, դու գիտես, ես որ ես ֆիզիկապես չեմ կարող ծանրություն վերցնեմ, ողնաշարի խնդիրներ ունեի։ Խնդրում եմ այս քարը ոնց որ խոսքը տվել ես, այս քարը ինձ պետք է այստեղից մատով ցույց եմ տալ, տանեն այնտեղ։ Ախոթեցի ու գնացի, սկսեցի մենակ աշխատում եմ։ Տենց դեպք չէր եղել, մոտորապես 15-ից 20 տղա վազելով լցվեցին եկեղեցին, պատուհաններից, դռներից, եկան ասին, հով ինչ անենք։ Ասի կարակ այս քարը տանեք այնտեղ։ Ծիծան հումորային բան կա, որ այդ մարդիկ տեղափոխեցին արագի մեջ, բայց դու պատկերացնում ես երկու նեղացած մարդ իրարից։ Նույն քարն են բռնել, իրար ճակատի են նայում։ Ընթացքում պիտի ժպտան իրար, ընթացքում պիտի ուշադիր դնեն, որ մեկը մեկի ոտին չի գցի, ուշադիր պիտի աշխատեն, որովհետև բան կա։ Ասում եմ, բայց չգցեմ հիմա, որ գնային անցած անգամ ինձ։ Գիտես, այդ աշխատանքի մեջ եկեղեցին եկավ միաբանության մեջ։ Եկեղեցում բազում միաբանություններ եղավ, երբ որ սկսում ենք իրար հետ աշխատել։ Այո, Տերը խոսք կտա Հովվին։ Հիշում եք ինչպես Պետրոսը, Հիսուսը ինչ ասա Պետրոսին, ուրկանդ գցիր։ Այո, Պետրոսը հավատաց, ուրկանը գցեց։ Աստված հրամայեց ձկներին։ Արթնությունը դաստծո հրամայելիքներ։ Ձկները լցվեցին ցանցի մեջ։ Կարացին ցանցը հանեն։ Ցանց բռնողներ էր պետք։ Ասում եմ, փորձում ենք, չի ստացվում։ Եկեք օգնենք։ Եթե դու ծառայող ես, ավակ ես, կամ ուզում ես ծառայես, դու ունենալու ես ուրկանի ցավերը քո ձեռքի վրա, հեշտ չի ուրկանը ձեռիդ փաթաթած այդ լարով պահես։ Այո, միգուցե ցավեր կլինի, միգուցե ինչ-որ բան ցավոտ կլինի, բայց քո ծրագիրն է արթնությունը պահես։ Դու կարաս ուրկանը ծովի մեջ մի 5 րոպե թողես, ասես դե ոչինչ, ես թողեմ, եսա կբռնեմ, կամ ջրից կապես ընդ կարաս, չես կարա, չէ՞։ Շատ ժամանակ գիտես ինչ են անում ծառայողները, ուրկանը տալիս են, մի հատ պահի գալիս են։ Մի հատ կգնաս խմբակս, մի հատ էսի կանես, արդեն սովորություն է դառնում, դու տեսնում ես ինքը ուրկանը չի պահում։ Աստված Հովվի կողքին ուզում է բարձրացնի ուրկան պահողներ։ Ուրկանը ձիգ պահելուց քո ձեռքերը ցավալու է, բայց դու պահելու ես արթնությունը։ Դու պահելու ես այն որսը, որ Տերը որսացել է, որ Տերն է բերել է։ Դու պիտի կարողանաս դա գրավես։ Դա այդ իշխանությունն է դա։ Ու դու իմացի այս ժամանակում, երբ որ դուք նոր շենք պատրաստեք, Տերը ուզենալու է քո զոհերը։ Չասես ես աղջիկ եմ, ես ուսանող եմ, ես դպրոցում եմ, չասես։ Ձեռքդ կբարձրացնես, Տեր ջան, ես ուզում եմ քո տանը աշխատեմ, ինչ որ իմ ձեռքի մեջ ուժ կա։ Որովհետև ես մեր եկեղեցում բոլոր ուժերը օգտագործել եմ։ Մեր մոտ կանայք ավազ են մաղել, դա կնոջ գործ է։ Հա ոչինչ, ինչ անենք, թող մի օր էլ այն չի որ ամեն օր այդ գործին է։ Մի օր է թող սիրտը շտկի Տիրոջ տան վրա, որովհետև դիմացին այն կինն է, որ նեն չի որ իր հետ ուզում է մաղի, բայց միաբանություն է առաջանում այդտեղ։ Ամեն։ Նենց որ Տերը միաբանելու այդ աշխատանքի մեջ, եթե դու միաբանվես, որտեղ քո միաբանությունից է կախված, դու կգաս թե չես գա։ Քեզ շատ ժամանակ մենք այդ ժամանակ բերման են ենթարկում, չին գա։ Խնդրում ես, աղաչում ես, ինքը գիտի թե հովի մար եկել, հովի մար աշխատում։ Ժողովուրդ պիտի հայտնություն ունես, որ Տիրոջ տունն ես կառուցում։ Ում տունը որ կառուցում ես, նայել քեզ փոխհատուցելու է։ Եթե հովի տուն ես կառուցում, հովի կասի շնորհակալություն, սխալ հայտնություն ունես։ Բայց եթե Տիրոջ տունն ես կառուցում, այդ հայտնությունով կառուցի Տիրոջ տունը։ Ու քանի ձեռքերիդ մեջ ուժ կա, մի խնայի քեզ։ Նամանավան տղաները։ Մի պատճառ մանարի, որ չաշխատես Տիրոջ տան մեջ։ Ուղղակի ձեռքերդ գցի աշխատելու մեջ։ Ոչ մի բան չի լինելու։ Դու գնալու ես տենաց քո գործեր արդեն բրծվել ամեն ինչ, ինչ որ դու պիտի անեիր։ Ամեն ես զգում եմ իմ քարոզի 10%-ն եմ տվել ձեզ, բայց հավատում եմ, որ դուք իմաստը ընդունեցիք եւ ամբարնեցիք։ Թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահի նրանք քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմենին բժշկություն։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, նրանից է կյանքի ելքը։ Կա զգուշություններ, չէ՞, օրինակ մենք մեր երեխաները ոնց ենք ասում, ճանապարհ անցնելու զգուշ կլինես, մի հատ աճ կնայես, մի հատ ձախ կնայես, մի անգամից չանցնես։ Միտեղ ասում ես զգուշ մնա, հոսանք, զգուշ մնա, չգիտեմ, ուշադիր եղիր։
այդ բոլոր զգուշություններից առավել զգուշացիր քո սրտին։ Սրանից է կյանքի ելքը։ Իսկ սա անդադար կարիք ունի դառը ջրերը մաքրվել։ Դու անդադար միացրու ջրեր, որ կմաքրի այդ դառնությունը եւ կհանի։ Հնարավոր է որ լինի դառնություն, հնարավոր է որ լինի։ Եվ կուզեմ նաեւ մյուս խոսքից կարդամ, որովհետեւ ես իմ ամենասիրած տեղներ չգիտեմ։ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ 24-րդ խոսքից։ Մի ուրիշ առակել ասեց նրանց։ Մի ուրիշ առակել նրանց առաջին դրավ եւ ասեց. երկնքի արքայությունը նմանեցնե մի մարդի, որ իր արտուն բարի սերմ ցանեց, եւ մարդը քնելիս, ինչ անելիս։ Մարդը քնելիս։ Գողը երբ է գալի։ Երբ որ բոլորը քնել են։ Մարդը քնելիս։ Եվ մարդը քնելիս նրա թշնամին եկավ եւ ծորենի մեջ որոմներ ցանեց եւ գնաց։ Երբ ցանեց թշնամին որոմները, երբ որ մարդը քնած էր։ Գիտես կա ֆիզիկական քուն, բայց մենք շատ գիտենք որ լա կա հոգեվոր քնած վիճակ։ Ու իմացի թշնամին գալու է դառնություն ցանի քո սրտի մեջ։ Այդ դառնությունը բերելու է ու արդեն քո սիրտը բերի հողա լինելու դառնության համար։ Դառնությունը մեծ հաճույքով ընդունելու ես, որովհետև մի 6 հատ ունես, 7 հատ լինի ոչինչ, մեկ ես կողմ, մեկ են կողմ, արդեն սիրտդ վիրավորված, դու արդեն դառնության համար դառնում ես պտղաբեր։ Երբ որ դու քնեցիր, թշնամին իշխանություն ունի քո սրտի մեջ, ցանի սերմեր, որը Աստծուց չի լինելու, որը որոմներ կլինի։ Դու պիտի հսկես։ Երբ որ դու տեսնում ես սատանան Հիսուսի մոտեցավ, եւ Հիսուսը ոչ մի բանով չպատասխանեց, սա գրված է, գրված է, գրված է։ Բայց գիտես երբ մոտեցավ սատանան Հիսուսի։ Ասում է, երբ որ 40 օր անցավ, Հիսուսը սովեց, սատանան սпасելու է քո թուլացած վիճակին։ Ինքը կսպասի 1 տարի ուշադիր քեզ թուլացնի։ Քեզ ուժեղացնելու տեղը Աստծո խոսքն է, բայց սատանան կսպասի։ Դու տեսել ես ոնց է առույցը որս անում։ Կամ ոնց է վագրը մոտենում որսի։ Աննշան, աննկատ կսպասի դու թուլանաս, երբ որ թուլանաս, կսկսի քեզ մտքեր տալը։ Եթե Աստծո որդի ես, եղել է sense բան, որ գնում ես աղոթելու, հասկանում ես աղոթ չի, բողոքա։ Տեր Աստված խի, ինձ հետ խի։ Ելքը չես փնտրում, արդեն քեզ բերել է շեղում քո սրտի մեջ։ Եվ այդ խիերը, այդ ինչունները շատ ժամանակ, չգիտես որ դու ուղակի մի ժամանակ առաջ հասկացար Աստծո խոսքը լավ է որ ունենաս, բայց պետք չի շատ կարդաս։ Տեսել ես մարդիկ որ ասում են գնա հավատքի, բայց շատ մի խորացի։ Ինչ մնա մակերեսային, խի որ քամին տանգնես, արմատ չունենաս։ Երբ որ մնում է մակերեսային վիճակ, քամինները, հարցակումները, տատանումները մեզ ջարդելու է եւ փշրի։ Բայց եթե արմատը խոր եղավ, արմատը ունի իշխանություն վեր պահելու ցողունը, արմատի խորությունն է ցողունի կյանքը։ Այսօր եթե քո արմատները Աստծո խոսքի մեջ չհիմնեցիր, չխորացրիր, եւ Աստծո խոսքը ասում է նեղության օրը խոսքը քեզ կպահի, երբ կպահի խոսքը նեղության ժամանակներին, դժվարության ժամանակներին, երբ որ քո արմատները խոր եղավ, քամինները, փոթորիկները քեզ չեն ազդի։ Խորացրեք ձեր հիմքերը Աստծո խոսքով։ Ես մի մարդու հետ էի եւ նենց ստացվեց իր մոտ բուձելնիկ խփեց։ Եվ ասես ինչ բուձելնիկ էր, ինչ բան էր։ Ասա բա գիտես, ասում է ջուր խմի։ Ասում եմ ջուր խմի, ես ինքս շատ ջուր եմ խմում, բայց այդ մարդու համար պետք էր ինչ որ մի հատ բուձելնիկ, որ ասի ջուր խմի։ Ասում եմ ես բացարձակ ջուր չեմ խմում։ Գնացել եմ բժշկի, ասել են դիր բուձելնիկ եւ սկսի խմել ջուր։ Ասի ոնց կլինի տենց բանով։ Բուձելնիկ դնես ջուրից չի կարող ընկալեմ, որտեղ շատ ջուր եմ խմում։ Գիտես ժամանակ կա մենք տարբեր իրավիճակների համար դնում ենք զարթուցուցիչ, կարող է այդ բառը մի քիչ չստացվեց մոտս, բուձելնիկ հայերեն ասած։ Ու ինչ անես։ Աստծո խոսքը կարդաս։ Ինչա չի կարելի բուձելնիկով Աստծո խոսք կարդալ։
Չի կարելի քեզ հիշեցնի, որ այսօր չես կարդացել։ Չի կարելի, որ դու մոռացել եմ, վայ հովիվ ջան, սաղ օրը վազեցինք, մոռացանք։ Բուծելիք դիր։ Ինքը քեզ կհիշեցնի, որ այսօր խոսքը չես կարդացել։ Կարաս նապամինան ել դնես, շուշուտ անդադար հիշեցնի։ Մենք ուզում ենք պատճառներ մանկանք, ինչպես չկարդալ խոսքը։ Ինչպես չկարդալ խոսքը մեզ տանելու է հոգևոր կործանման։ Տիրոջ բերանից դուրս եկած կենթանի խոսքը, այդ նամակը, հետաքրքիր բան էլ ասեմ, օրինակ ասենք, ձեր վրա մի հատ SMS եկավ։ Ալավ կկարդամ, հետո կկարդամ այս մի անգամից պիտի բոլոր SMS-ները պատասխանված լինի, բոլորի պիտի տեսնես, պիտի ուշադիր լինես, բա մարդը գրել է։ Աստված քեզ նամակ է գրել։ Ուղարկել է քեզ։ Այդ SMS ամենակարևորն է։ Այդ հաղորդագրությունը ամենակարևոր հաղորդագրությունն է։ Ուշադիր եղի, բացիր, կարդա, պատասխանիր, շնորհակալություն հայտնիր, աղոթքի մեջ պատասխանիր։ Իսկ եթե մենք որոշել ենք Աստծո հաղորդակցություններին չենք պատասխանում, մենակ մարդկանց, ինչի կվերկացվի մեր հոգևոր կյանքը։ Ես կխնդրեմ ինչ-որ մեկը նվագի, կամաց գալիս ենք մեր տրամաբանական ավարտին։ Ես հայտնության եկեղեցիներում խոսում եմ դրա մասին, որ քո դեմ բան ունեմ, որ պահեցիր, չարչարանք անցար, դժվարություններ անցար, ամեն ինչ անցար, բայց կորցրել ես քո առաջի սերը։ Օրինակ ես չեմ հավատում, որ առաջի սերը կարելի է կորցրած։ Էդի կվկայի իմ կինը։ Չգիտեմ կվկայի թե չէ, բայց ես մտածում եմ, ես սիրահարված եմ։ Ես չեմ սիրահարվել։ Ես սիրահարված եմ, որովհետև ամեն օր ես ուզում եմ ավելի սիրահարված մնամ։ Աստծո խոսքը հստակ խոսում է, եթե կորցրել ես քո առաջի սերը, հետ գնա։ Հիշիր որտեղ ես կորցրել, չի ասում լավ ես արել, մալադեց առաջ գնա, հետ գնա։ Հիշիր որտեղ ես կորցրել, որտեղ ես ընկել, վերականգնվի եւ հետո արի առաջ։ Իրես մարդիկ, որ խոսում են, չգիտեմ, եկեղեցում կա 3 տեսակի մարդիկ։ Մարդիկ, որ ասում են, մենք գիտես ինչեր ենք արել։ Առավել եւս, երբ որ հովիվները փոխվում են, այն ժամանակ գիտես ինչեր եմ արել։ Իմ ջալոց այդ քարոզն է ուզում քարոզեմ այստեղ։ Եվ կա մարդիկ, որ ասում են, գիտես ինչ մարգարեական խոսքեր կա այս տղու վրա։ Դες ինչեր եմ անելու։ Մարդիկ ելք ասում են, արել եմ, անում եմ եւ անելու եմ։ Այս ձևի մարդիկ հանդիպում կինեն Տիրոջ հետ եւ Տերն էլ կասի բարի, հավատարիմ ծառա, որտեվ գոյություն ունի ընթացք։ Եթե արել ես եւ չես անում, ուրեմն պետք է հետ գնաս, սիրտը չշտկես, նորից անես։ Եթե գիտես, որ ինչ պիտի անես, գնա արա, մի ուշացի։ Ուշանում ես արդեն։ Իսկ եթե անում ես, արել ես, անում ես ու պիտի անես, Տերն էլ օրհնելու է քեզ, քո տունը, քո սերունդը, որովհետև Աստծո խոսքը ոչ միայն գործերով նույնպես արդարացավ, որովհետև հավատք առանց գործերի մեռած է։ Եվ ուզում եմ կամանց սահմանափակեմ իմ քարոզը, որովհետև ժամանակի մեջ հասկանում եմ, չեմ տեղավորվում, բայց ես հույսով եմ, որ այս խոսքը ել ավելի պտղաբեր կլինի քո ներսում։ Ինձ Աստծո խոսքը նույնպես խոսում է իսրայելացիներին, երբ որ ասում են դու գնաս, մտնես այդ պտղաբեր տարածքը, այդ կաթ եւ մեղր բխող տարածքը, ուտես, կշտանաս, քո սիրտը թող չհպարտանա։ Երբ էր հպարտանում մարդու սիրտը։ Իրես երբ որ դու նոր եկել իր եկեղեցի, դու նոր հավատ ես, ամեն ինչ ասում են, դու վերցնում ես։ Երբ որ մի քանի տարի անցավ, մի քիչ կերար, մի քիչ կշտացար, որոշեցիր դու ավելի լավ բաներ գիտես։ Երբ որ ուտես, կշտանաս, քո սիրտը թող չհպարտանա։ Մենք միշտ պետք է մնանք այդ սոված վիճակը, որ Տերիմ ասված այո, այսօր ես ավելի եմ սոված քո խոսքին, ավելի եմ ուզում կերակրվեմ քո խոսքով, թող քո խոսքը լինի, իմ կենտրոնը քո խոսքը լինի, իմ կերակուրը քո խոսքը, որովհետև ես գիտեմ մի բան, որ վիրավորանքը, վիրավորված վիճակը մեզ գցում է,
մեր ծրագրից, մեր նպատակից։ Ամեն։ Առակաց 4:5 գլխից իմաստություն ստացիր եւ քո ամեն ստացվածքի հետ հանճարը ստացիր 7-ից դու նրան մեծարիր եւ նա կբարձրացնի քեզ էսի Տիրոջ խոսքի մասին է խոսում դու նրան մեծարիր եւ նա կբարձրացնի քեզ նա քեզ կպատվե ուզում եք պատիվ բարձրացրեք Տիրոջ խոսքը ուզում ես մեծարանք մեծարիր Տիրոջ խոսքը նա քեզ կբարձրացնե երբ որ նրան գրկես պատկերացնում ես ասում Տիրոջ խոսքը գրկիր նա քեզ գեղեցիկ պսակ կտա քո գլխի համար եւ փառքի թակ կտա կպարգևի քեզ լսիր որդյակս եւ ընդունիր իմ խոսքերը եւ կշատանան քո կյանքի տարիները այսօր աղջիկները գիտես տարբեր գեղեցկություն են ուզում բայց ինչ ասում ուզում ես նա քեզ գեղեցիկ պսակ կտա չգիտեմ այսօր աղջիկները տարբեր պսակներ են դնում որ շատ սիրուն են շատ գեղեցիկ են այո լավ է այդ պսակները բայց Տիրոջ խոսքը նույնպես կարա քեզ պսակ տա որտեվ Աստծո խոսքի մեջ գրված է որ քո գեղեցկությունը միայն չլինի դրսևանց այլ լինի ինչով հեզությունով ինչով հնազանդությունով այո հնազանդությունը դա գեղեցկություն է եւ զարդարանք է քո գլխին ինչպես պսակ չգիտեմ Տիրոջից խոսք կա ձեզ որ մենք աղոթել ենք հիմա հիվանդների համար, բայց եթե դու հիվանդ ես, խնդրում եմ մի արի, որտեվ ես գիտեմ Տերը բժշկելու է հիվանդներին։ Որտեվ Աստծուց այդ խոսք ունեմ ձեզ փոխանցելու, որովհետև ավելի լավ է մենք աղոթենք հիվանդների համար, որ արդյունավետ լինի։ Այն պրոֆիլակտիկ, այն որ ստեղից մի քիչ ցավը պետք է դարձի գա։ Այս ընթացքում երբ որ փառաբանությունը երկրպագությունը կգնա, եթե քո սրտում այդ վերապրումը կունենաս, որ Տեր իմ ասված, ես անարգել եմ քո խոսքը, ես հետաձգել եմ իմ բժշկությունը, ես ինչ որ բան անուշադիր եմ եղել քո խոսքի, իմ ախորժակը ես փակել եմ, իմ ախորժալիքը չի եղել քո խոսքը, անտարբեր է եղել քո խոսքը, իմ տան մեջ դրված քո բերանից դուրս եկած կենթանի խոսքը։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, Տիրոջ խոսքը կրակի բոցեր է ճեղքում։ Այո, Տիրոջ խոսքը իշխանություն ունի բժշկելու։ Գիտես դու կարաս ձեռքդ ինչի վրա ուզում ես դնես, դա բոլորը Տիրոջ խոսքով է։ Տիրոջ բերանից դուրս եկած խոսքով։ Այսօր այդ խոսքը խմբագրված, մեծ տառերով, գեղեցիկ, ամեն ձևի դու ունես։ Բայց այսօր ինտերնետային կյանքը քեզ սպանել է հավատքի մեջ։ Ես երբ որ մարդկանց հետ հանդիպում եմ, շատ ժամանակ մարդիկ գիտեն, ես միայն ու միայն դրանով եմ առաջնորդում, ոչ, բայց ես գիտեմ, երբ որ դու կտրում ես ինչ-որ մի բան եւ բացում ես ինչ-որ մի բան, այդ տարան փոխվում է։ Եթե այսօր դու կտրես ինտերնետային կյանքը եւ լցվես Տիրոջ խոսքով, դու զգալու ես, որ միաժամանակ հետո քո ներսը լիքը բաներ մաքրվեց։ Ժամանակ առ ժամանակ պետք է քեզ կտրել ամբողջովին բոլոր լսողությունները, տեսողությունները եւ լսել եւ տեսնել գիշեր, ցերեկ Աստծո խոսքով, որ մաքրվի քո ներսը։ Այո, միգուցե միար ժամանակ հետո նորից դու կունենաս այս ժամանակները, բայց քեզ պետք է ժամանակ առ ժամանակ ծոմ վերցնել ինտերնետային կյանքից։ Սկսել Աստծո խոսքը ոչ թե կարդալ, այլ ուսումնասիրել, այլ ծամել, այլ մզել, այդ յուղը հանել։ Եվ երբ որ դու անում այդքան անես, դու էլ կփրկվես, դու էլ կոռոկվես, եւ քեզ լսողներն էլ։ Տիմոթեոսին երբ որ հանձնարարում է Պողոսի ինչ ասում, որդյակս ուշադիր եղիր իմ կներեք շփոթվեցի։ Այնտեղ խոսք է խոսում, որ միջև իմ գալը անդադար հետևիր։ Ինչին, կարդալուն, հորդորմունքին, վարդապետությանը, անհոգ մի եղի քո վրա եղած մարգարեությունը, որ քեզ տրվեց ձեռնադրությունով, երեցությունով, այդ որ քո համար աղոթել եմ մարգարեական խոսքը անհոգ տունը մի նստիր, անդադար հետևին, աղոթներին, վարդապետությանը, ուսմունքներին, հետևիր։ Հետևելը չի նշանակում դե գնա գալիս։ Հետևելը նշանակում է ես պիտի գնամ։ Ես պիտի գնամ, այդ գիտքը վերցնեմ, ես պիտի գնամ, աղոթքի մտնեմ, ես պիտի անեմ։ Այսօր բոլոր SMS-ները կարևոր է պատասխանել, բայց Տերը քեզ նամակ ունի։ Այդ նամակի մեջ ասեմ, շատ սյուրպրիզներ ունես։ Գաղտնիքներ կա քո համար, նվերներ կա այդ նամակի մեջ։ Բացել ես այսօր։ Բացել ես այդ նամակը։ Տեսել ես այն գաղտնիքները։ Այդ դառը ջրերը, որ ձեր ներսում կա եւ միգուցե իմ ներսում էլ կա։ Դա կարիք ունի Աստծո խոսքի։
մաքրվելու, փոխվելու։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա Հիսուս, հալելույա Տեր իմ Աստված։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Սուրբ Հոգի Տեր իմ Աստված։ Մենք հրավիրում ենք քեզ այստեղ Տեր իմ Աստված։ Ինչպես որ խոսել ես Տեր իմ։ Շնորհակալություն ենք հայ։ Այո Տեր իմ Աստված, վրանները մեծացնում ես Տեր իմ Աստված։ Քո գերբնական, ֆինանսական մատակարարումն է գալի։ Այո Տեր իմ Աստված, վրանները մեծացնում ես Տեր իմ Աստված։ Եվ դու ուզում ես ամեն մեկը հավատքի քայլ անեն Տեր իմ Աստված։ Այո Տեր իմ Աստված, դու ուզում ես բարձրացնես գործընկերոջ ծրագիրը այս եկեղեցու մեջ Տեր իմ Աստված, որ մարդիկ իրենց ունեցվածքից բերեն քո տուն, քո տան կառուցման համար, այդ անտեսանելի տունը, որ կառուցելու ես այս քաղաքում, ամեն մի կասկածները հեռանա, ամեն մի կասկածները հեռանա, դու ես մատակարարելու Տեր իմ Աստված, դու ես մատակարարելու, թող ոչ մեկը Տեր իմ Աստված չկասկածի քո խոսքին, դու չես թողելու այն մարդին, ով զոհաբերեց քո տան մեջ, դու կարոտություն չես պահելու Տեր իմ Աստված, հալելույա Հիսուս, հալելույա Տեր իմ Աստված, հալելույա Հիսուս, հալելույա Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ Հիսուս, փառավորվես եւ մեծարվես Տեր իմ Աստված, հալելույա Տեր ջան, հալելույա Հիսուս։ Ճիշտ է, ես ձեզ հովվից իրավունք չարցարի, բայց Տերը ուզում այս եկեղեցու մեջ գործընկերոջ ծրագիրը բարձրացնել։ Դա մարդիկ են, որ որոշում են ամեն ամիս, բացի իրենց 10-րդը եւ ընծան, զոհաբերել Տիրոջ տան կառուցման համար։ Ես միջև հիմա այդ ծրագրի մեջ եմ եւ որոշել եմ այդ ծրագրից դուրս չգամ, երբ որ Տիրոջ տանը ոչ մի բան չլինի անելու։ Այո, ես ամեն ամիս իմ ձեռքը երկարացնում եմ Տիրոջ տունը կառուցելու մեջ։ Տերն էլ կկառուցի քո տունը։ Երբ որ այդ խոսքը գա, Տերը խոսա քո սրտի հետ, չսահմանափակես քո սահմանափակ մտքով, թե ինչպես պիտի անես, այլ հավատք ունեցի ցանկ սանելու։ Եվ Տերը կբազմապատվի քո սերմունքը 30, 60 եւ 100 պատի։ Հալելույա Տեր իմ Աստված։